մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուղերձը։ Լոռեցիներ ջան, վանաձորցիներ ջան, այսօր մենք եկել ենք Լոռի, իմ տուն, Լոռին իմ համար ուղղակի մարզ չի, այստեղից են իմ արմատները, այստեղ է անցել իմ մանկությունը, այստեղ եմ սովորել, ինչ է աշխատանքը, ինչ է խոսքի տեր լինելը, ինչ է ընտանիքը ու հայրենիքը, մեր երկիրն այսօր ծանր վիճակում է, մարդիկ հոգնել են վախից, անորոշությունից, աղքատությունից ու բաժանումներից, մարդիկ հոգնել են նրանից, որ իրենց հետ խոսում են ոչ թե որպես արժանապատվություն ունեցող քաղաքացի, այլ որպես ռեսուրս, որին կարելի է խաբել, վախեցնել, ստորացնել ու նորից ընտրության բերել, բայց Հայաստանը դատապարտված չէ թույլ լինելու, Հայաստանը փոքր երկիր է, բայց փոքր լինելը դատավճիռ չէ, փոքր երկիրը կարող է լինել ուժեղ, եթե ունի խելք, արժանապատվություն և ուժեղ ղեկավարություն, ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է դուրս գալ զոհի վիճակից, Հայաստանը կարող է լինել երկիր, որի հետ հաշվի են նստում, այս Հայաստանում Լոռին պետք է լինի ոչ թե մոռացված մարզ, այլ զարգացման կենտրոն, այստեղ պետք է զարգանան արդյունաբերությունը, տուրիզմը, փոքր ու միջին բիզնեսը, Տաշիրը, Վանաձորը, Ստեփանավանը, Ալավերդին, Սպիտակը պետք է ունենան իրենց տնտեսական դերը, դուք վաղուց եք արժանի լավ կյանքի, ձեր երեխան արժանի ապրել այստեղ, իր հողի վրա, արժանապատիվ կյանքով, երիտասարդը պետք է մնա հայրենիքում, փոքր և միջին բիզնեսը պետք է պաշտպանված լինի, եթե համակարգը վատ է աշխատում, պետք չէ մեղադրել ժողովրդին, պետք է փոխել համակարգը, եթե ներդրողը չի գալիս, մեղավորը ժողովուրդը չէ, եթե սահմանը անվտանգ չէ, մեղավորը զինվորը չէ, պետությունը պետք է աշխատի,
Ղեկավարությունը պետք է պատասխան տա։ Այսօր ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը իր շեֆերի հետ քննարկում է հարցեր, որոնք կարող են ազդել Հայաստանի յուրաքանչյուր հայ ընտանիքի անվտանգության վրա։ Խոսքը Հայաստանի տարածքում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման մասին է։ Մենք չենք կարող ձևացնել, թե դա սովորական հարց է։ Սա մեր երեխաների անվտանգության հարցն է։ Սա մեր գյուղերի, քաղաքների, տների ապագայի հարցն է։ Մենք իրավունք չունենք լռել, երբ Հայաստանի ապագան կարող է որոշել ոչ թե այ ժողովուրդը, այլ Ստամբուլում կամ Բաքվում։ Հունիսի 7-ի ընտրությունը պարզապես քաղաքական ընտրություն չէ։ Այս ընտրություններում է որոշվելու, թե ինչպիսի Հայաստան ենք թողնելու մեր երեխաներին։ Եթե մենք մնանք անտարբեր, եթե թողնենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն, վաղը իրավունք չենք ունենալու բողոքելու։ Սա այն պահն է, երբ պետք է կանգնել ու ասել. բավական է ապրել պարտվողի հոգեբանությամբ, բավական է ամեն կորուստ բացատրել որպես անխուսափելիություն, բավական է ժողովրդին ասել, այլ տարբերակ չկա, տարբերակ կա, տարբերակը ուժեղ տնտեսությունն է, տարբերակը ուժեղ բանակն է, տարբերակը լուրջ դիվանագիտությունն է, տարբերակը այն Հայաստանն է, որտեղ մարդը չի ամաչում իր պետությունից եւ առավել եւս իր ղեկավարներից։ Փոփոխություն լինելու է, մենք արժանի ենք ավելին։ Ես ուզում եմ Հայաստան, որտեղ մարդը աշխատում է եւ ապրում է արժանապատիվ, Հայաստան, որտեղ գյուղը դատարկված չէ, Հայաստան, որտեղ բանակը ուժեղ է, Հայաստան, որտեղ պետությունը խոսքը պահում է, Հայաստան, որտեղ մարդիկ իրար չեն ատում, Հայաստան, որտեղ երեխաները տեսնում են ապագա։ Եկեք մեր երեխաներին թողնենք ոչ թե վախեցած երկիր, այլ արժանապատիվ Հայաստան։ Փոփոխություն լինելու է, ես համոզված եմ, մենք միասին անելու ենք ուժեղ Հայաստան։ Լոռեցիներ ջան, մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչպես են պայքարում լոռվա տղերքը, թե ինչպես են պայքարում լոռվա կանայք եւ ինչպես են հաղթում։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել, Սամվել, Սամվել։ Սիրելի վանաձորցի ընկերներ, անկեղծ ասած, անակնկալս մի քիչ այլ էր եւ ձեր համար պատրաստած մի ուրիշ անակնկալ կար։ Տեխնիկական խնդիրների պատճառով չստացվեց։ Մենք միացրինք պարոն Կարապետյանի ուղերձը ձեզ, իսկ հիմա հատուկ Վանաձորի համար Սամվել Կարապետյանը կմիանա ձեզ ուղիղ եթերով։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Ոնց եմ զգալ, որ միացա։ Պարոն Կարապետյան, դուք մեզ լսում եք։ Լսում եմ, Ալիկ ջան, լսում եմ։ Վանաձորից ամբողջ լոռիով ողջունում ենք ձեզ։ Ես էլ եմ ողջունում ուժեղ լոռեցիներին, ողջունում եմ ուժեղ վանաձորցիներին։ Ես ձեզ հետ եմ։ Շուտով միասին ենք լինելու։ Շուտով միասին ենք հաղթելու։ Եվ ես պատրաստ եմ հենց հիմա պատասխանել բոլոր վանաձորցիների հարցերին, բոլոր հուզող հարցերին։
Ժողովուրդ ջան, ով ա ուզում պարոն Կարապետյանին հարց ուղղի, հենց հիմա ունի այդ հնարավորությունը, կա? Տվեք։ Բարև ձեզ, Սամվել Կարապետյան։ Առաջին հարցս հայրենիքի ամրապնդումն է, որը դա ինձ համար շատ կարևոր է, քանի որ իմ տղան 2000 թվի զինծառայող ա եղել, նրա համար հայրենիքը մորիցել է թանկ, ամեն ինչցել։ Ես մենակ կցանկանայի, որ հայրենիքի բանակը ամրապնդվեր, սահմանները լիներ շատ ամուր, մենք դրա մեջ խաղաղ ապրեինք։ Ինչ կասեք այդ հարցի համար։ Առաջնահերթ Դուք մի կասկածեք, հենց ճանապարհենք թույլ իշխանությանը։ Տեխնիկական խնդիր ունենք, հիմա կդզվի եկեք միասին բոլորս ասենք ով ա լինելու մեր հաջորդ վարչապետը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել, 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 Սամվել։ Եվ որ Սամվել Կարապետյանը լինի մեր հաջորդ վարչապետը, որ համարն է մեզ պետք, փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար։ Դուք մի կասկածեք, մենք դարձնելու ենք ժամկետային ծառայությունը 1 տարի, հիմնական ակցենտը դրվելու է ճիշտ տեխնիկայի վրա, ճիշտ զենքերի վրա, մենք խնայելու ենք մեր զինվորների կյանքը, մենք չենք դարձնելու մեր զինվորների կյանքը ադրբեջանցիների համար թիրախ, դուք վստահ եղեք դրանում։ Այո! Ունենք էլի հարցեր։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ես ձեզ շատ Բարև ձեզ, ու ուզում եմ ձեզ մի հարց ուղղել։ ես էլ ձեզ, Ես լավ եմ սովորում ու ուզում եմ իմանալ, ես իմ առաջադիմությամբ, եթե փայլեմ, իմ ուսման վարձը անվճար կլինի։ մենք դարձնելու ենք բոլոր ուսանողների վարձը անվճար և դա անելու ենք շատ արագ, որ բոլոր տաղանդավոր մեր երիտասարդները հնարավորություն ունենան սովորելու, մեզ շատ գրակետ, շատ ուժեղ երիտասարդություն է պետք, նոր Հայաստանում միայն դա է հարկավոր, դա մենք անելու ենք միանգամից շատ արագ բոլոր ուսանողների համար։ Բարև ձեզ Սամվելի Կարապետյան ջան։ Բարև ձեզ։ Իմ առաջին հարցը այն է, որ ես ուզում եմ, որ մեր Հայաստանը մի փոքր մեծանա, նաև եթե մեր Հայաստանում ինչ-որ մի վատ բան լինի, ապա դուք մեկ անհանգստանա, ես ապագայում այնպես մեքենաներ կսեղծեմ, որ մենք միշտ կունենանք ուժեղ Հայաստան։ Այո! Ես վստահ եմ քո վրա, հիմա մենք մեր գործը կանենք,
կստեղծենք ուժեղ Հայաստան, որ դու արդեն մեծանալով հնարավորություն ունենաս մեծացնել մեր Հայաստանը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե դու անձամբ մեծացնես մեր Հայաստանը։ Բարև ձեզ, բարոն Կարապետյան, ես ողջունում եմ Բարև ձեզ։ քաղաք-սպիտակից, ուզում եմ ասել, որ քաղաք-սպիտակը ձեզ հետ է, մենք ուժեղ ենք միասին ու հաղթելու ենք։ Շատ շնորհակալություն։ Ես վստահ եմ, որ բոլոր քաղաքները, բոլոր գյուղերը, Լոռվա բոլոր գյուղերը մեզ հետ են լինելու։ Մենք միասին ենք լինելու, մենք միասին ենք հաղթելու։ Մենք չենք կասկածում դրանում, դուք էլ մի կասկածեք դրանում, բայց մեզ անհրաժեշտ է, որ բոլորս գնանք ընտրության։ Դա շատ կարևոր է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Ես մի հարց Բարև ունեմ ձեզ։ Ինչպես եք պատկերացնում մեկ պետություն հզոր Հայաստանը, ինչպեսին դա պիտի լինի։ Ձայնս լավ է լսում։ Դա պիտի լինի, Ձայնը լավ է լսում։ այո, լավ է լսվում, դա պետք է լինի ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով, մեր բոլոր ծրագրերը դրա համար են, մենք ձեզ հետ միասին պետք է ստեղծենք Հայաստան, որը պետք է լինի տարածաշրջանում հզոր գործոն, այլ ոչ թե գործիք, որը բերեցին մեր երկրին այս իշխանությունները։ Ողջունում եմ պարոն Կարապետյանին եւ ուզում եմ ասել, որ լուրեր են շրջանառվում, որ ձեր ընտրության պարագայում հայերին կտանեն Ուկրաինա պատերազմ։ Ուզում եմ, որ ուղիղ եթերում հերքեք այդ լուրը։ Պատերազմ տանում են այս իշխանությունները, մենք միայն բարիք ենք բերելու մեր ժողովրդին։ Պատերազմ եւ պարտություն մեզ բերում են այս իշխանությունները, ոչ մի Ուկրաինա, ոչ մի Ռուսաստան, մեր զինվորները ծառայելու են միայն մեր հայրենիքի համար եւ հաղթանակներ տանելու են մեր հայրենիքի համար։ Այո! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Բարև ձեզ, պարոն Կարապետյան ջան, ուզեմ մի հատ հարց տալ։ Բարև ձեզ։ Ինչն է ձեզ ամենաշատը մոտիվացնում Հայաստանի համար աշխատելիս։ Երբ աշխատում ես հայրենիքիդ համար, ամեն ինչն է մոտիվացնում։ Երբ դու սպասում ես, որ ունենալու ես ուժեղ Հայաստան, մոտիվացնում է ամեն ինչը։ Մոտիվացնում եք դուք, մեր երիտասարդությունը, մեր երիտասարդությունների ապագան է ինձ մոտիվացնում։ Դուք վստահ եղեք, դուք ունենալու եք շատ լավ ապագա։ Ուժեղ Հայաստանում երիտասարդները պետք է ունենան շատ լավ ապագա։ Մենք դա ապահովելու ենք ձեր համար։ Ով է հաջորդ հարցը տալիս, Անդրանիկ ջան։ Եվս մեկ հարց եւ ավարտենք։ Անդրանիկ։ Լավ, մի հարց էլ դուք կտակ եւ կավարտենք ուրեմն։ Ողջույններս պարոն ապագա վարչապետ Սամվել Կարապետյան, ես ունեմ երկու հարց, առաջինը փոփոխության մեջ ներառվելու է համաներման հարցը։
Անպայման մենք արդեն հայտարարել ենք ծանր հանցագործությունները ավելի ծանր են դատապարտվելու, իսկ միջին և փոքր հանցագործությունները շատ արագ կազմակերպված, որ վտանգ չներկայացնի մեր երկրի համար, մենք հայտարարելու ենք համաներում։ Դուք վստահ եղեք դրանում։ Շնորհակալություն այս հարցից պատասխանը տալու համար։ Երկրորդ հարցը ճիշտ է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը դեռ Հայաստանից հողեր է տալիս։ Նիկոլ Փաշինյանի ուշք ու միտքը Հայաստանից հողեր տալն է։ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի չտա, քանի որ նա ունի շատ դաժան ղեկավար իր համար։ Այդ ղեկավարի դեպքում մենք կամաց փոքրացնելու ենք մեր երկիրը։ Այն քարտեզը, որ ինքը կպցրել է իր գլխին, հիմա արդեն այլ տեսք ունի։ Մենք ձեզ հետ հաղթելու դեպքում առաջին հերթին պետք է վերականգնենք այդ քարտեզը։ Շնորհակալություն պատասխանների համար, պարոն վարչապետ։ Մեր երկրին պետք է փոփոխություն, եւ այդ փոփոխությունը կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը, եւ փոփոխության փոփոխության համար, այո։ Անդրանիկ ջան, վերջին հարցը ընդեղից երիտասարդները ուզում են հարց տալ։ Դուք դեռ շատ հնարավորություններ կունենաք պարոն Կարապետյանին հարցեր տալու։ Պարոն Կարապետյան, ես ինքս 4 պատերազմի մասնակից եմ։ Իմ խնդրանքը հետևյալն է։ Կանդազը ինքը իմ մարտական ընկերն է։ Եվ ես իրեն շատ եմ սիրում, որտեղ մենք նաև միջոկատում կռվել է։ Խնդրանքս հետևյալն է։ Ուշադրությունը մեծ դարձնում է կերաբլուրի վրա։ Այսօր վերացել է ռազմահայրենասիրական բոլոր տեսակի միջոցառումները։ Անգամ դպրոցներում թույլ չեն տալիս, որպեսզի իրենց աշակերտը, որը զոհվել է մարտի դաշտում, նրա համար միջոցառում կատարվի։ Ես ցավ եմ ապրում, որովհետև նրանցից մեկը կարող է լինել ես։ Անկեղծ ասած, ես Սոսե Մայրիկ բարեգործական հիմնադրամի նախագահն եմ, որը զինվորի մայր հասարակական կազմակերպություններից մեկն է, և 34 տարի աշխատում եմ բանակի հետ, և երևի Արցախյան պատերազմից հետո այն երջանիկներից եմ եղել, որը 10 տարի աշխատել է վարչապետի հետ։ Դե պատկերացրեք իմ լուման բանակի հետ, բանակի կողքին։ Եվ երկրորդ խնդրանքս, մեր դպրոցի գրականության մեջ և անգամ պատմության գրքերից դուրս է եկել մեր հայոց պատմություն։ Այսօր կա երեխա, որը գերազանցիկ սովորում է համալսարանում, հարց եմ տալիս մեր դրոշմը Հայաստանի, ինքը չի կարողանում պատասխանի, որտև ինքը չգիտի դա ինչ է, որտև իրեն թույլ չեն տալիս, որպեսզի այդ երեխան սովորի։ Ընտրվելու դեպքում խնդրում եմ, որպեսզի այս հարցերին ուշադրություն դարձնեք, և երրորդը, Սոսե Մայրիկը ունի 2700 շահառու, իմ բոլոր հերոսածին մայրերը,
իմ մարտական ընկերները կանգնած են ձեր կողքին։ Կարծում եմ մենք կգնանք դեպի հաղթանակ։ Դա մեզ համար շատ կարևոր է, մայրիկ ջան։ Մենք առաջին հերթին հետ ենք բերելու Հայաստան հայրենասիրությունը։ Ես հասկանում եմ ինչքան վնասներ սրանք տվեցին մեր հայրենիքին, ոչնչացնելով ոչ միայն գրականության մեջ, նրանք կոնկրետ ոչնչացնում են մեր ինքնությունը, նրանք հարձակվել են մեր եկեղեցու վրա։ Դրա համար մենք ստեղծելու ենք նոր հայրենասեր հասարակություն։ Բոլորը պետք է պայքարեն Հայաստանի բարգավաճման համար, որ մենք ունենանք ուժեղ Հայաստան։ Դուք մեկ վայրկյան չկասկածեք դրանում։ Դա լինելու է մեր գլխավոր նպատակը եւ գլխավոր գործունեությունը։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Եվ վերջին հարցը կամ խնդրանքը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ես Խառատյան Գոռն եմ 13 տարեկան Վանաձորից, Բարև Գոռ ջան։ Այս պահին սովորում եմ Աղվերանում, Արամ Մանուկյանի անվան մարզարազմական մասնագիտացված վարժարանում։ Եթե դուք ընտրվեք, հնարավոր է մեր վարժարանում մի փոքր կոսմետիկ վերանորոգում եւ կրթաթոշակների բարձրացում։ Գոռ ջան, հիմա եթե ես անեմ այդպիսի հայտարարություն, վաղը ինձ կանդազի նման ձերբակալեն։ Դրա համար դուք վստահ եղեք, դուք ունենալու եք շատ լավ ապագա։ Դուք հզոր տղա եք լինելու, դուք մի կասկած եք, բոլոր Հայաստանի քո տարիքի, քեզանից ավելի երիտասարդ երեխաները ունենալու են շատ լավ, արժանապատիվ եւ վստահ ապագա։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, ես եւ մեր վանաձորցի ընկերները բոլորը շնորհակալություն ենք հայտնում ձեզնից։ Սամվել Վարչապետ Սամվել Վարչապետ Սամվել Վարչապետ Լսում ենք ձեզ, պարոն Կարապետյան։ Լսում եք։ Ես նորից եմ ուզում դիմեմ լոռեցիներին։ Ես նորից եմ ուզում դիմել վանաձորցիներին։ 10 օր է մնացել։ Դուք պետք է լինեք ավելի վստահ, ավելի համառ։ Մեր հաղթանակը ավելի մոտ է, քան դուք պատկերացնում եք։ Ամսի 8-ին մենք տոնելու ենք մեծ հաղթանակ։ Դրա համար դուք պարտավոր եք այս 10 օրը ձեզ նվիրել մեր մեծ գործին, մեր հայրենիքի մեծ գործին, գնալ ընտրատեղամաս, քվեարկել 3-րդ համարի համար և հաղթել 3-րդ համարի հետ։